Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ այսօր ինչպես արդեն խոստացել ենք թատրոնին է նվիրված լինելու մեր եթերի մեծ մասը թատրոնը աղոթքի վայր է ծես այսպես է բնութագրել թատրոնը անվանի դերասան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը թատրոն որի միջազգային օրն աշխարհը տոնում է հենց այսօր կրկին շնորհավորում ենք բոլոր մարդկանց ովքեր թատրոնի հետ առնչություն եւ կապ ունեն եւ շարունակելով մեր եթերը մեր հյուրը եւս շատ սերտ կապված է թատրոնի հետ Եվ այսօր մեր հյուրն է դերասանուհի Դիանա Խերանյանը, բարի լույս, բարի լույս։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Շատ լավ, նախ շնորհավորում ենք այո։ Անչափ եւ ուզում եմ հասկանալ սերը դեպի թատրոն, երբ սկսվեց, ինչպես սկսվեց, որտեվ դա կայծի նման է, միանգամից բռնկվում է։ Այո, թատրոնի հանդեպ սերը իրոք կայծի նման է ու կա չէ, այսպեսի մի ասում եմ, որ եթե ընկնում ես հորը թատրոնի, այնտեղից դուրս գալը բավականին դժվար է լինում ու այդպես է։ Մանկուց է եկել թատրոնի հանդեպ սերը, որովհետև պապաս սերտ կապ ունեցել թատրոնի հետ։ Նշեմ, որ երկար տարիներ աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում որպես փոխտնօրեն, այնուհետև Պատանի հանդիսատեսի թատրոնում երկար տարիներ ու մանկուց մեր ընտանիքում այդ թատրոն հաճախելու միտքը շատ է եղել ու մենք շատ ենք գնացել թատրոն, այսպես ասած կուլիսներում ենք մեծացել ու միշտ որպես հանդիսատես երբ նստում եի, մտածում եի կգա այնպիսի օր, որ ես էլ հայտնվեմ բեմում ու պատկերացրեք, որ եկավ է այդպիսի օրը ու ես բարձրացա բեմ ու միշտ գիտեք ինչն է հետաքրքիր, որ որպես հանդիսատես թատրոնը քեզ համար ուրիշ պատկեր է ունեն։ Իսկ այնուհետև երբ որ դու ես բարձրանում բեմ, հա, բեմից լրիվ այլ ուրիշ պատկեր է լինում։ Ինձ համար նույնպես, բայց առաջին իմ դերը դա եղել է դպրոցական կատակերգություն ներկայացումը։ Այդ ժամանակ ես իսկապես դպրոցական տարիքում էի գտնվում ու Դավիթ Հարությունյան բեմադրեց այդ ներկայացումը ու իրանց պետք էր երեխա ով այդ տարիքի էր ինձ առաջարկեցին այդ դերը ու ես պատկերացեք ինչ մեծ սիրով ու խանդավառությամբ ճիշտ այնքան այդպես մեծ խոսք չուներ բայց ավելի շատ պարային շարժումներ էր ու ես մեծ սիրով ու ամեն ամիս նայում եմ թե ամսվա մեջ քանի օր կա այդ ներկայացումը դրված որ ես գնամ ու այդ ներկայացումը խաղամ ու այդ սրտի թրոցը այդ ամեն ինչը չգիտեմ մինչև հիմա այդ ամեն ինչը ես հիշում եմ այդպես իսկ մեծանալ թատրոնի կուլիսներում այս ինչ է նշանակում գիտեք ինչ աշխարհ էր դա ձեզ համար այդ տարիքում հենց եմ ասում երբ որ դու փոքր ես լինում հա այդ ատմոսֆերան թատրոնի քեզ համար լրիվ ուրիշ է լինում մանավանդ ես հիշում եմ Զավեն Տիգրանիչի ներկայացումները հա որովհետև իր ներկայացումները իսկապես շատ տարբերվող էին իր հեքիաթները բեմադրած դու լիովին մտնում ես այդ հեքիաթների մեջ ես մի հատ ներկայացում եմ ուզում առանձնացնել ուղղակի սարսափելի մի հատ ներկայացում կար հենց այդպես էր կոչվում վերնագիրը երբ ծնողները դառնում էին երեխան դառնում էր ծնող հա ու ես ամեն անգամ զարմանում եի ո՞նց է այսպես պատահում որ այդպես է լինում դե չի հասկանում այդ ամեն ինչը բայց հետո երբ որ ներկայացումը ավարտվում էր ինձ համար ամենահետաքրքիր պահը թե երբ ես պետք է հայտնվեմ ետնաբեմում եւ տեսնեմ այդ կուլիսներում թե այդ դեկորները այդ ամեն ինչ ինձ համար բավականին շատ հետաքրքիր էր, հա, որովհետև ես նորից եմ հիշում, որպես հանդիսատես ես ուրիշ ձև էի ընկալում, իսկ հետո երբ որ բեմ էի բարձրանում, ասում եմ, Աստված իմ ոնց կարա այսքան մարդու առաջ դերասանը խաղա։ Այսինքն այդ հետաքրքրությունը փոքրուց է գալիս, հա, եթե դու հետաքրքրվում ես թատրոնում, դա արդեն ծուր քո ներսից է լինում, բնածին է լինում այդ ամեն ինչը, այսինքն չեն կարող քեզ սովորեցնել կամ սերմանել քո մեջ։ Եթե սիրեցիր, եթե չէ, հա, դա այնպիսի աշխատանք է դերասանի աշխատանքը, որ միայն սիրելով կարող ես կատարել։ Մեր հեռուստադիտողները գիտեն ձեզ եւ սիրում են Մարիա հեռուստասերիալից, գուցե դրանից առաջ մյուս սերիալներից եւս, բայց հետաքրքիր է իրենք եթե ուզեն ձեզ դիտել ներկայացումներում, թատրոնում, հիմա որ ներկայացումներում կարող են ձեզ գտնել։ Հիմա կարող են գտնել Գեղեցկուհին եւ հրեշը ներկայացման մեջ, այնտեղ խաղում եմ Գեղեցկուհու Բելի կերպարը, մեր թաղը ներկայացման մեջ խաղում եմ Անանի կերպարը, Մալիֆսենտա ներկայացման մեջ խաղում եմ Ավրորայի կերպարը, այսինքն իմ դերակատարումները շատ են եւ բազմաբնույթ են, իրարից շատ տարբերվող, այնպես որ կարող են զանգարել Պատանի հանդիսատեսի թատրոն եւ խաղացանկում անպայման կարող են գտնել տարբեր տարիքի երեխաների ներկայացումներ։ Ձեանը ինչպես նշեցի, թատրոնը էգոիստ է եւ սիրում է որ ամբողջությամբ նվիրվես իրեն եւ չի սիրում այդ կես ոդք ասվածը, հա, եւ շատ-շատերի համար հենց դա է դառնում խնդիր, որ հետագայում պիտի ընտրություն կատարես կամ թատրոնը կամ մեկ այլ աշխատանք, ինչը իմ պարագայում մի քիչ ստացվեց, բայց ես այդքան հեռու չեմ գնացել եւ դա իմ մեծ կարոտն է դեպի թատրոն։ Ուզում եմ հասկանալ ինչքանով եք կարողանում ամբողջությամբ ձեզ տալ թատրոնին, որովհետեւ բացի նաեւ նկարահանումներից ընտանիք կա եւ այս ամբողջը նույնպես մեծ ժամանակ է պահանջում։
Գիտեք, ճիշտ եք ասում, այո, կես ոտք թատրոնում չես կարող լինել, որովհետև այնպիսի տեղ է թատրոն, որ դու պետք է քեզ լիովին նվիրես։ Ես անում եմ այդպես, առաջնահերթ իմ կյանքում դրված է թատրոնը, հետո նոր մնացած իմ կողքի աշխատանքները, բայց նաև կարևորում եմ ֆիլմը, դե ընտանիքը իհարկե, բայց աշխատանքի առումով ավելի շատ գնահատում եմ թատրոնը, որովհետև թատրոնում լինելով դու կարողանում ես այդ անմիջական շփումը թատրոնի դերասանի եւ հանդիսատեսի մեջ, այդ ինձ համար մի ուրիշ աշխարհ է, հա, որովհետև եթե դու կինոյում ինչ-որ միտեղ սխալվում ես, դու կարող ես ասես ստոպ կամ չգիտեմ էլի, այդ ներքին հանգստություն ամեն դեպքում լինում է, բայց թատրոնում դու քո այդ ամբողջ կենտրոնացում ինչքան պետք է ուժեղացնես, որ հա, որտեղ երբ որ դու նայում ես, տեսնում ես, որ 400 հոգի նայում են մի մարդու, դա պատկերացրեք շատ դժվար պատասխանատվություն է, այսինքն քո մեջ պետք է այնքան բարձր լինի այդ պատասխանատվությունը, որ դու կարողանաս գոհացնել այդ 400 հանդիսատեսից գոնե 300-ին, եթե այն 100-ը դժգոհ լինի։ Ամեն դեպքում չգիտեմ, շատ պատասխանատու է։ Դրանա դեր թատրոնում, որը երազում եք խաղալ ու մինչև այսօր դեռ չեն առաջարկել։ Մի ժամանակ կար, որ երազում էի խաղալ, միշտ ասել եմ երևի թե Օֆելիայի կերպարը կցանկանայի խաղալ, բայց հավատացեք հիմնականում իմ դերերը ինչ բաժին է ինձ ընկել, շատ ուրախ եմ ու շատ գոհ եմ, հա, երբեմն դե իհարկե լինում են յուրաքանչյուր աշխատանքում հիասթափություններ, բայց չգիտեմ, հետո երևի ժամանակի ընթացքում խոսելով, ըմբռնելով, հա, եթե դու միգուցե այդ դերում քեզ չես տեսնում, հա, ռեժիսորը տեսնում է, հետո ժամանակի ընթացքում ասես, այ ափսոսի ես որ ինչ չէի տեսնում, հա, իսկ խոսակցության ընթացքում դու էլ ես գալի նույն կետին, ինչ որ ռեժիսորն է։ Խաղալ մանկական ներկայացում մեկ այլ բան է եւ խաղալ արդեն մյուս ներկայացումներում սա մեկ այլ աշխարհ է։ Ինչու՞ որտեղ մանուկները անկեղծ են եւ եթե այդ պահին դուրները չեկավ, ինչու՞ որ հենց այդ պահին արտահայտվում են եւ կարող են աղմուկ բարձրացնել հենց դահլիճում։ Ինչքանով եք տարանջատում եւ ինչքանով եք կարեւորում այս երկու սպեկտրները՝ երեխաների ներկայացում եւ մեծահասակների։ Գիտեք, ամենադժվար բանը երեխաների համար խաղալն է, հա, մանավանդ ներկասերնդի երեխեքին ինչ որ մի բանում համոզելը դա սարսափելի դժվար է։ Եթե քեզ հաջողվեց, եթե դու կարողացար համոզել տվյալ երեխային, որ դու այդ կերպարում լավ ես հանդես գալիս ու իր միայն աչքերից ես զգում, որ դու լավ ես հանդես եկել, ու ինքը քեզ ընդառաջակալի ներկայացումից հետո այդ իր ողջավորությունը, ասում ես, ոյ Աստված, ինչ լավ ես կարողացել ես երեխային համոզել, ուրեմն հավատացեք, որ ներկայացումը կայացած է եւ կերպարը նույնպես ստացված է։ Իսկ մեծ հանդիսատեսների համար գիտեք ավելի հեշտ է, որովհետև ավելի ըմբռնումով են մոտենում, ավելի չգիտեմ, փոքրերի համար ավելի դժվար է խաղալը, միանշանակ։ Միշտ չէ որ թատրոնում արևոտ եղանակ է լինում եւ շատ է լինում կուլիսայի նաեւ անհանգստությունները եւ իհարկե իրադարձությունները։ Ոնց է կարողանում ես ամեն ինչ հետ համակերպել, որովհետեւ թատրոնը մի ընտանիք է, որտեղ լինում են եւ արևոտ օրեր եւ անձրևոտ օրեր։ Գիտեք, ես նշեցի, որ յուրաքանչյուր աշխատանքում լինում են դժվարություններ, հա, թատրոնն է բացառություն չէ, բայց ամեն դեպքում, ոնց որ դուք նշեցիք, ընտանիքում են լինում վեճեր, որոնք որ հետո լուծվում են։ Թատրոնը մեր ընտանիքն է, աշխատում ենք այնպես անել, որ բալանսը պահել, որ հանկարծ անախորժություններ չառաջանան։ Իսկ հեշտ եք համաձայնում ռեժիսորների հետ։ Չէ, հեշտ չեմ համաձայնվում։ Մի քիչ դժվար է լինում, հա, ամեն դեպքում եթե մի քիչ մի փոքր դերը սրտով չի լինում, սկսում է սրտն եղել, բայց հետո ժամանակի ընթացքում Իսկ երբ ավելի է ռեժիսորի հետ աշխատել, երբ ռեժիսորը մի անձնավորություն է, ով ուղղակի ընկեր ու ռեժիսոր է, թե երբ ռեժիսորը ամուսինն է։ Ոյ, չէ։ Երևի թե ընկեր է, ավելի շատ ընկեր, որտեղ ամուսնու հետ դժվար է աշխատել ամեն դեպքում, ու ես էլի բազմիցս նշել եմ, որ պետք է ամեն դեպքում ընտանիքի անդամները միասին չաշխատեն։ Առավելևս թատրոնում։ Առավելևս թատրոնում, այո։ Նաև ֆիլմում։ Նաև ֆիլմ։ Դեռ քանի որ թեման բացվեց, ինչպես եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ 1 տարի այնպես ստացվեց, որ թատերա ռեժիսորական կուրս, դերասանարեժիսորական կուրս թատերական ինստիտուտում հավաքում էին նույն տարում, այսինքն մի կուրս էր հավաքում ու հավաքում էր Վահե Շավերտյանը։ Այնպես ստացվեց, որ ես եւ Քաջայրը մի կուրս ընկանք այնտեղ իրար հետ, ու այնտեղ ծանոթացանք իրար հետ։ Այդպես սկսվեց։ Այո։ Ով է առաջինը սեր խոստովանել։ Քաջայրը։ Դե բա։ Ինքը նայում է։ Քաջայրը չի նայում, հիմա Քաջայրը նայում, ինչ ուզենք կարող ենք խոսել։ Մենք խոսեցինք այդ ռեժիսոր եւ երբ որ ռեժիսորը նաեւ ամուսինն է եւ շատ անգամ նաեւ դժվարություններ կան, այ որ հարցերում լուծումներ չեք գտնում իրար հետ։ Ոյ,
Այնքան բարդ թեմա է դա։ Բզբզում ես։ Արավաճ։ Եկա քաջայրը չի նայում, ես։ Նամանավանդ քաջայրի հետ աշխատելը բավականին դժվար է ինձ համար, որովհետև երբ որ նոր էինք սկսել հեռուստասերիալը, ես դա իհարկե ընդունում եմ, որ պետքա բոլոր դերասանների հետ հավասար նաև ես լինեմ, հա ինքը միշտ դա ասում է, որ դու իմ կինը չես, պլաշատկայում ամեն ինչ այնպես է ինչպես ուրիշների մոտ, ես իհարկե դա ընդունում եմ, բայց յուրաքանչյուր մարդ ով սխալ անի, միշտ պատտում ասում է Դիանա, ինչի ասենք տեքստը չես սովորել, Դիանա ասում քաչե, բայց դու երեք տենում ես, որ ես տեքստը սովորում եմ, ինչ ես ասում ինձ, այսինքն բոլորը ով ինչ մի քիչ սխալ բանի, մեղավորը ես եմ գալիս, հա բայց փորձում եմ բռնում մոտենալ ու հասկանում եմ իրան։ Հիմա ավելի թեթև փուլի մեջ ենք, այդ ամեն ինչը հաղթահարել ենք, որտեվ սերիալներն էլ արդեն գրեթե ավարտվում, այնպես որ դժվար պահերը մնացել են հետը։ Իդեպ սերիալի զարգացումներից եւս խոսենք, որովհետեւ հեռուստադիտողների ամենահետաքրքրող հատվածն է այս թեման։ Ինչ փուլում է սերիալը, ուր ենք հասել։ Արդեն գագաթնակետին է հասնում կամած, հետաքրքիր սերիաները դեռևս արժևում են, այսպես չեմ ուզում շատ փակագծերը բացել, բայց ամեն դեպքում թող հետևեն, կտեսնեն ու ինչը իրանք սպասում են անպայման տեղի ունենալու, միշտ հարցնում են կբարիշեն, իրար հետ կլինեն, այնպես որ համբերատար կարող եք դիտել եւ տեսնել, որ լինելու է այն ինչ որ դուք եք ուզում։ Իսկ ինչպես եք տեսնում ձեզ 10 տարի հետո թատրոնում։ Ուй, դա շատ բարդ հարց է։ Անկեղծ ասած չգիտեմ, չեմ մտածել այդ առումով։ Ես մարդը մոտավորապես 15 տարի է թատրոնում եմ, բայց թե 10 տարի հետո ինչպես կլինի թատրոնը, չեմ կարող ասել։ Ես կուզենայի, որ միշտ կարոտում եմ մոտավորապես մի 15 տարի առաջ թատրոնների իրավիճակի մասին, որովհետև 15 տարի առաջ ավելի ուրիշ էր թատրոնների կարգավիճակը, ավելի մարդիկ ուրիշ ձև էին մոտենում եւ դերասանին, եւ ավելի գնահատելով, չգիտեմ, ավելի, նույնիսկ այդ պրեմիերաների ընթացքը ես որ հիշում եմ, մարդիկ ինչ խանդավառությամբ են գալիս, նույնիսկ խնդրելով հրավիրատոմս։ Հիմա մի փոքր ամեն ինչ կոտրված ոնց որ լինի, բայց կարծում եմ եւ մեծ հույս ունեմ, որ անպայման կվերականգնվի ու այդ նույն վերաբերմունքը ինչ որ եղել է մի քանի տարի առաջ, անպայման կլինի։ Շատ լավ կլինի, որովհետև իհարկե եթե թատրոնը սիրում է, երբ իրեն սիրում են, հա, իսկ այս դեպքում թատրոնը քեզ նույնպես պատասխանում է մեծ սիրով եւ խանդավառությամբ։ Դիանա ջան, ուզում եմ մաղթել ձեզ շատ դերեր, շատ բեմեր եւ իհարկե շատ ֆիլմեր, բայց առաջին հերթին թատրոնում շատ դերեր, որովհետև դա շատ կարեւոր է յուրաքանչյուր դերասանի համար եւ ուզում եմ ձեզ նվիրել Իջովանի Սափո Ռոզեգինին, քանի որ այսօր տոն է, առիթը կա նշելու, կարող եք երեկոյան ամուսնու հետ միասին նշել թատրոնի միջազգային օրը եւ իհարկե այս գինին բացել եւ ուզում են քանի որ գիտեն որ բոլոր դերասանուհիները ոչ միայն լավ խաղում են բեմում նաեւ լավ պատրաստում են տանը ուզում եմ ձեզ նվիրել Տրամոնտինա բրազիլական բրենդից խոհանոցային պարագա որը ունի յուրահատկություն հատուկ ծածկույթով է պատված եւ վրան չեն հավաքվում թունավոր բակտերիաներ սա ձեզ խոհանոցում առաջին օգնությունը որպես եւ ձեզ մաղթում ենք ամենալավ տրամադրությունը այսօրվա հետ կապված եւ Եվ մեկնաբերել իմ կողմից, քանի որ տոն է, Դավնի խանութսրահի կողմից զեղչի կարդ 20%-ի կարող եք այցելել եւ այնտեղ գտնել ձեր ոճային հագուստը։ Անչափ շնորհակալ եմ։ Ձեզ եւս շնորհակալություն։ Շնորհակալություն, դե այս պահին էլ կարճ դադար։ Բայց հետո վերադառնանք ու շարունակենք։